Գիտեք, Սուրբ Հարության տոնին մրցանակ են տալու նրան, ում խնամած պարտեզն ու այգին ամենալավը կլինի։ Մրցանակն ինչ է։ Տեր հոր հետ Կիրակնորյա մանկական երգչախմբով ուղևորություն։ Տարբեր հետաքրքիր վայրեր։ Դրանից էլ հեշտ բան, ամենալավ այգին իմն է լինելու։ Քոնը։ Բայց դեռ ոչ մի անգամ քեզ այգուն գործանելիս չեմ տեսել։ Երևի չգիտես էլ ոնց են անում։ Չէ, ոչ մի դժվար բան չկա։ Իմ այգին ամենասիրունը կլինի։ Գունավոր ծաղիկներով ու գունավոր մրգերով։ Բա։ Ուզում ես ասել, որ սկսելու ես այգին ջրել, մորախոտերը քաղել, ծաղիկներ աճեցնել, ծառեր խնամել, հա։ Լավ, ինձ մի ասա ինչ պետք է անեմ։ Կանեմ կտեսնես։ Վարդերի խնամք։ Երբ տնկել կակաչի սոխուկները։ Ինչպես աճեցնել ոսկե շիվը։ Ինչպես ձեռք բերել գյորգենու տնկիներ։ Քանի օր է մեկ ջրել կերասենին։ Օրվա որ ժամերին ջրել այգին։ Ինչպես պատվաստել խնձորենին։ Ալո։ Ալո Անի, երեխեքով գնում ենք պաղպաղակ ուտելու, հետո կինո կնայենք, գալիս ես։ Չեմ կարող, մեր դպրոցի այգեպանը խոստացավ սերմեր տալ և ցույց տալ, ինչպես պետք է ցանեմ։ Գնալու եմ, համ իրեն կօգնեմ, համ էլ կսովորեմ ոնց են անում։ Ոնց կասես, բայց մեկ է, ամենասիրուն այգին իմն է լինելու, այնպիսի ծաղիկներ են լինելու, որ կյանքումդ չես տեսել։ Լավ, տեսնենք։ Գիտեք, Սուրբ Հարության տոնին ես մրցանակ եմ շահելու, գնալու եմ ուղևորության, իմ այգին ամենասիրունն է լինելու, գունավոր մրգերով, ծաղիկներով, այդպիսի ծաղիկներ հաստատ ոչ ոք չի տեսել։ Ամենասիրունը իմ այգին է լինելու, գունավոր մրգերով, շատ սիրուն ծաղիկներով։ Իմ այգին ամենասիրունն է լինելու։ Իմ այգին ամենասիրունն է լինելու։
ոչ թե խոսքով, այլ գործով ու ճշմարտությամբ։ Նույնիսկ հավատը առանց գործերի անիմաստ է։